նախորդ 7-8 տարիների ընթացքում դա տեղի ունեցել է, այս ինչ որ կատարվում է, սա չգիտեմ, առնվազն մեր համար որևէ նորություն չի։ Այս նույն մեր նկատմամբ, դաշնակցության նկատմամբ, մեր դաշինքի նկատմամբ, իմ ընկերների, իմ բոլորի նկատմամբ այս քանի տարիներ տեղի ունեցել է եւ իհարկե եթե ուժները հերիքի, եթե կարողանան հաղթահարել այս ձերբակալությունները, առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։ Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման process-ի հետ, կապ չունի ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե ոչ։ Ինչ որ մի պահի, հիշեք այս օրը, եթե սրանք մնան, ինքը եւս հայտնվելու է այս ամեն ինչի մեջ։ Հետևաբար սա բոլորի խնդիրը։ Պարոն Սաղաթելյան, դուք հարցել կներեք քննարկման առարկա կարող է դարձվել նաև այսպես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդության հիման վրա օրենսդրական փոփոխությունները, որով հնարավոր է սահմանափակվի, արգելվի այսպես ճակերտավոր ասած ընտրակաշառքի գործերով անցնող անձանց կուսակցությունների մասնակցությունը հետագայում նաև ընտրական process-ներին։ Այդ փոփոխությունները նաև քաղաքացիներ, որ օրենսդրական փոփոխություններ էր նաև Այդ օրենքով առաջինը պետք է հետապնդվի քաղաքացիական պայմանագիրը։ Դուք սահմանադրական դատարանում լսեցիք մեր փաստաբանների շատ կոնկրետ տվյալներ, թե իրենց ընտրարշավի իրականացման համար քանի միլիոն դրամ են թաքցրել։ Հետևաբար մենք լավ հասկանում ենք իրենք տարբեր նախաձեռնություններով, այո, եթե շարունակեն մնալ, փորձելու են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել։ Այս մարդու ճանապարհը դա է։ Վերջում օրենքա բերելու, ով ԿՊ-ին չի քվեարկում, թող ընդհանրապես ընտրության չգնա։ Իրականում այս տրամաբանությամբ ինչ որ անում է, սրա վերջը տալ լինելու։ Ով ԿՊ-ին չի քվեարկելու, թող ընդհանրապես ընտրության չգնա։ Հետևաբար այն ինչ որ ինքը արել է ու անում է, այս ամեն ինչը կանխատեսելի է։ Եթե դուք մի քանի ամիս առաջ մեր հերթով այնի սրա վերարտադրվել ինչ է ենթադրում, այստեղ մեր համար որևէ նորություն չկա, պարզ է ինչ ճանապարհորդում։ Խնդիրը սրա դեմը ոնց ենք առնում, որ ուժերն են պատրաստ մինչև վերջ վաբանկ գնալ եւ պայքարել այս հանցավոր ռեժիմի դեմ եւ այդ ճանապարհային քարտեզը, որը կարծում եմ ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցությունը, մի շարք նաեւ տարբեր տեսակի ամբիցիաներ պետք է մի կողմ դնել, հասնել այդ համախոհությանը, ձևավորել այդ ճանապարհային քարտեզը, հանրությանը ներկայացնել, որտեղից ենք սկսում, ուր են գնում, ինչ արդյունք, պարզ խոսել, որ նաև կա բազմաթիվ դժվարություններ, որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է։ Նորից եմ ասում, պետք է նկատի ունենանք, կա իշխանություն, որ ունի արտաքին աննախադեպ աջակցություն, նաև թուրք-ադրբեջանական աջակցություն, իշխանություն, որը չունի կարմիր գիծ ու ունի իրեն ծառայող հլու հնազանդ իրավապահ համակարգ։ Հետևաբար սա ենթադրում է, որ պայքարը ունի մի շարք դժվարություններ, որը պետք է կարողանանք հաղթահարել։